Ռեպորտաժի ընթացքում մենք կապ հաստատեցինք սահմանադրագետ Գոհար Մելոյանի հետ։ Տիկին Մելոյան, դուք հիմա ուղիղ եթերում եք։ Բարի, շնորհակալ եմ, լսում եմ։ Տիկին Մելոյան, արդեն տեղյակ եք Մարտուն Գրիգորյանի որոշման մասին, խնդրում եմ ներկայացրեք նախ ինչ ընթացակարգով է Վարդան Ղուկասյանն ընտրվելու քաղաքապետ։ Բարի, վերջապես մենք հանրությունս իրազեկվեցինք այդքան էլ երկար չէ, բայց սպասելի որոշման վերաբերյալ վերջին ընդդիմադիր քաղաքական ուժի, ով հաղթահարել էր նվազագույն շեմայի եւ ընդգրկվել էր օրենքը եւ տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքը, ընթացակարգը սպասվող հետեւյալն է։ Ինչպես մենք արդեն գիտենք, 5 ուժ է հաղթահարել նվազագույն շեմայի եւ համալրելու է Գյումրու ավականու կազմը։ Քաղաքացիների քանակով պայմանավորված Գյումրու ավականին կազմված է 33 մանդատներից եւ նախնական բաշխում կա մանդատների։ Ըստ նախնական բաշխման 14 մանդատ ստանալու է քաղաքացիական պայմանագիր ուժը, 8 մանդատ կոմունիստական կուսակցությունը, 6 մանդատ մեր քաղաքը, 3 մանդատ իմ հզոր համայնքը եւ 2 մանդատ Մայր Հայաստանը։ Այս պահի դրությամբ մենք մինչ քիչ առաջ իրազեկված չենք միայն մեր քաղաքը դաշինքի առաջնորդ Մարտուն Գրիգորյանի որոշման մասին եւ դա նորմալ էր, քանի որ առաջիկա նիստը, եթե չփոփոխվեն ընտրության արդյունքները ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ակնկալվում է ապրիլի 16-ին, իսկ առաջի անդրանիկ նիստում համայնքի ավականու ընտրվելու է համայնքի ղեկավարը։ Քանի որ մանդատների բաշխմամբ համամասնությունը հետեւյալն է, իշխող ուժը 14 ձայն ունի, իսկ ընդդիմադիր 4 ուժերը միասին 19 ձայն, համայնքի ղեկավար կարող է ընտրվել առաջադրված թեկնածուներից այն թեկնածուն, որը 50+ ձայն կստանա, այսինքն առնվազն 17 կողմ ձայն պետք է ստանա, քանի որ ինչպես նշել էի, ավականին 33 մանդատից է բաղկացած։ Եթե առաջին նիստում որևէ թեկնածու 50+ բացարձակ մեծամասնության ձայնը կողմ քվե չի ստանում, հրավիրվում է երկրորդ փուլ։ Երկրորդ փուլում արդեն ով ուղղակի առավելագույն ձայն է ստանում։ Սակայն կարևոր է ընդգծել, որ ավականու նիստերը ունեն իրավազորության խնդիր։ Եթե ավականու անդամներից առնվազն կեսից ավելին ներկա չեն գտնվում ավականու նիստին, այսինքն 17 մանդատ ունեցող ավականու անդամ, այն չի կայանում։ Եվ եթե 2 շաբաթվա ընթացքում էլ նիստը չկայանա, բաղաժամկետ դադարեցվում են ավականու լիազորությունները եւ արտահերթ ընտրություններ են նշանակում։ Այսինքն կարող է քաղաքացիական պայմանագիրը չներկայանալ ընտրությանը։ Չէ, քանի որ ընդդիմադիր ուժերը ունեն 19 ձայն, քաղաքացիական պայմանագրի նախաձեռնությամբ նման իրավիճակ չի կարող առաջանալ եւ ես այս իրավական կարգավորումը հատկապես ընդգծում եմ, որովհետեւ մինչ Մարտուն Գրիգորյանի հայտարարությունը քաղաքացիների կողմից տարանկալում եւ անհանգստություն կար առ այն, որ եթե չմիանան բոլոր ընդդիմադիր ուժերը, հնարավոր է կայանա երկրորդ փուլ եւ երկրորդ փուլում արդեն առավելագույն ձայներով քաղաքացիական պայմանագիրը իր թեկնածուին ընտրի որպես համայնքի ղեկավար։ Սա առավել տագնապեցնող էր, քանի որ ըստ էության Գյումրու ընտրության արդյունքներով պատկերն այնպիսին էր, որ գյումրեցիները ոչ էին ասել իշխանությանը եւ չէին վստահել իշխանությանը կառավարելու իրենց քաղաքը, քանի որ ընդհանուր առմամբ տոկոսային հարաբերակցությամբ երբ վերլուծում ենք ընտրության նախնական արդյունքները, որի պատկերը առայժմ ունենք, ու հաշվի առնելով նաեւ այն ուժերը, որոնք եւս ընդդիմադիր էին դիրքավորվում եւ չեն հաղթահարել նվազագույն շեմը, ընդհանրական առումով շուրջ 70% ընտրության մասնակցած քաղաքացիների, իսկ քաղաքացիների մասնակցելիությունը այս ընտրություններին բավականին բարձր էր, իրենց քվեն տվել էին ընդդիմադիր ուժերին։ Հետևաբար պատգամը եւ ուղերձը գյումրեցիների այն էր, որ իրենց քաղաքը պետք է կառավարի ընդդիմադիր ուժ։ Այս պարագայում մի քանի ուժեր, ինչպես ի սկզբանե քարոզչությանը հայտարարել էին, իրենց աջակցություն առավելագույն ձայն հավաքած ուժին էին իրենց մանդատների աջակցությունը տալու, հենց ամիջապես ընտրություններից հետո իրենք պնդեցին իրենց նախապես արված հայտարարությունը, խոսքը իմ հզոր համայնքին ներկայացուցիչ Ռուբեն Մխիթարյանի եւ Մայր Հայաստանի ներկայացուցիչի մասին է, եւ դրանից հետո էլ արդեն գնդակը գտնվում էր Մարտուն Գրիգորյանի դաշտում, ով այսօր
հաստատեց եւ այն պնդումը եւ մոտեցումը, որ ինքը եւս թույլ չի տալու, որպեսզի գյումրեցուցային ապարդյուն անցնի եւ ինքը իր աջակցությունը հայտնեց ընդդիմության միասնական տեխնազով հանդես գալու տեսլականին։ Տիկին Մելոյան, քաղաքացիական պայմանագիրը ստեղծված վիճակում ունի արդյոք հնարավորություն որևէ բան փոխելու համար։ Տեսեք, մեր միակ մտավախությունը, քանի որ նախադեպեր ունենք, դա իրավապահ մարմինների միջամտությամբ պրոցեսների վրա ազդելու հնարավորությունն է եւ արդեն քանի որ կար հաստատված հաղթանակած, առավելագույն ձայն ստացած տեխնացուն, խոսքը Վարդան Ղուկասյանի մասին է, հենց օրեր առաջ հրապարակվեցին տեղեկատվություններ, որ իր նկատմամբ որոշակի վարույթներ են նախաձեռնվել, ընդ որում այն որոշ ձայնագրության հետ կապված, որը դրանից առաջ էր շրջանառվել։ Բնականաբար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես ինքս դիտորդական առաքելության ներկայացուցիչ եմ եղել, դիտորդական առաքելությունը ողջ ընտրական գործընթացի նկատմամբ վերահսկողություն ու դիտորդություն է իրականացրել, մենք արձանագրել ենք իրավապահ մարմինների այս Գյումրու ավականու եւ Փարաքարի ավականու պրոցեսներին անհարկի եւ ոչ համաչափ միջամտություն։ Հետևաբար, այո, ունենք այդ մտավախությունը, որ հնարավոր է իրավապահ մարմինների միջոցով փորձեն անհարկի միջամտություն իրականացնել եւ կանխարգելել միասնական տեխնացուի պաշտոնի ստանձնումը։ Բայց ես նաև կոչ է ֆորտոր եմ հղում, որպեսզի մենք շարունակենք մեր քաղաքացիական որպես քաղաքացիական հասարակություն վերահսկողական լծակների իրականացումը եւ հետամուտ լինենք ցանկացած ոչ իրավաչափ միջամտության կանխարգելմանը, ինչպես նաև անգամ այն դեպքում, եթե այս արդեն արկա միասնական տեխնազուի նկատմամբ որևէ իրավական միջամտություն իրականացնեն, օրինակ, եթե նա ընտրվի որպես համայնքի ղեկավար, այնուհետև նրան ձերբակալեն եւ ազատազրկեն ու ինչ որ կերպով թույլ չտան պաշտոնավարի, շարունակում են այս բոլոր ուժերը ունենալ միասնական մանդատ եւ այդ միասնական մանդատի արդյունքում իրենք չեն կորցնելու, արդեն իսկ արկա 19 մանդատները եւ կարող են այլ տեխնացու ընտրել միասնաբար որպես համայնքի ղեկավար։ Տիկին Մելոյան, նաև ասացիք, եթե ընտրության արդյունքները չփոխվեն, այսինքն հնարավորություն կա, որ ընտրական հանձնաժողովը նորից վերահաշվարկանի։ Տեսեք, հիմա դեռ մի քանի դիտորդական առաքելություններ են աշխատել, ինչպես նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախնական արդյունքներ է հրապարակել։ Մենք ինքներս երկուշաբթի հավանաբար մեր բավականին ծավալուն զեկույցը կներկայացնենք, որում արձանագրել ենք մի շարք խախտումներ եւ արդեն եթե նպատակահարմար կլինի համալիր ուսումնասիրության արդյունքում կամ կասկածի տակ կդնի որևէ տեղամասային կենտրոնի արդյունք, հնարավոր է դեռ վերահաշվարկ նշանակվի կամ ինչ որ տեղի հետ կապված այլաբնույթ որոշում կայացվի կամ որևէ տեղամասի արդյունքների հետ կապված խնդրահարույց իրավիճակ ստեղծվի։ Հետևաբար մենք դեռևս ասում եմ նախնական հաշվարկով ենք առաջնորդում, մինչև վերջնական արդյունքների ամփոփումը հաստատված որոշումը ուժի մեջ մտած չենք ունենա։ Ամենայն հավանականությամբ կարող ենք ենթադրել, որ այդպիսի սցենարով չենք առաջնորդվի, բայց ամեն դեպքում դեռ իրավական առումով ընդգծում եմ, որ վերջնական արդյունքները դեռևս նախնական են ամփոփված։ Շատ լավ, շնորհակալ եմ Տիկին Մելոյան։ Նմանապես շնորհակալ։ Հաջողություն։ Փաստորեն ավականու առաջին նիստում Ղուկասյանին քաղաքապետ ընտրվելու համար առնվազն 17 ձայն է պետք։ Հաշվի առնելով ընդդիմադիր մյուս երկու ուժերի աջակցությունը Գյումրիի նախկին քաղաքապետին եւս 4 ձայն էր պակասում, որոնք էլ փաստացի կապահովի Մարտուն Գրիգորյանի դաշինքը։